Խաղաղություն ձեզ, եղբայրներ, քույրեր։ Օրհնյալ լինի Աստված, ինչ որ Աստված դրել է իմ սրտի մեջ, ուղղակի եւ ինձ համար եւ եկեղեցու համար դա պետք է։ Այստեղ ուղղակի տենց ես տեսնում եմ մի հետաքրքիր բան, երկու դեմքեր, որոնք հոգևոր ամբողջ աշխարհը ղեկավարվում է իրանցով։ Ուրեմն առաջի հոգևոր դեմքը սա է, եղբայրներ, քույրեր, որ եղել է միջև Հիսուս Քրիստոսը, դա Մովսես մարգարեն է եղել։ Աստված Մովսես մարգարեի միջոցով փոխանցեց օրենքներ, որպեսզի իր ժողովուրդը, այսինքն Իսրայելը, չմնա առանց օրենքների, որպեսզի այդպես չլինի, որ իրանք ինչպես ուզեն այդպես ապրեն եւ վերջում հայտնվեն դատաստանին։ Աստված օրենքներ տվեց Մովսեսի ձեռքով եւ մարդիկ սկսան այդ օրենքներով ապրել։ Հետաքրքիր է, եկա մի ընթացք, եկա մի ժամանակ, որ Աստված ինքը, Հայրը, ինքը որոշեց ավելի սրբացնել այն օրենքները, որը ինքը տվել է երկրի վրա։ Այսինքն Աստված ինքը որոշեց փոփոխություն մտցնել այդ օրենքների մեջ եւ դրա անունը դրվեց շնորհք։ Ես ուզում եմ կարդամ առաջինը Հովհաննես ավետարանի առաջի գլխի 17 խոսքից։ Մեծ տարբերություն կա, եղբայրներ, քույրեր, օրենքի եւ շնորհքի միջև, այսինքն Մովսեսի եւ Քրիստոսի մեջտեղ։ Դրանք մեծ տարբերություն կա։ Մենք հավատացյալներս, նոր կտակարանյան հավատացյալներս ապրում ենք եւ պարտավոր ենք ապրելու Քրիստոսի օրենքներով, Աստծո շնորհքով, որը Քրիստոսով է փոխանցվել։ Իսկ Իսրայելը միջև այսօր ժողովուրդ ջան ապրում է Մովսեսի տրված օրենքներով եւ իրանք միջև այսօր սպասում են Մեսիային, գիտեք։ Եվ տենց ես լսել եմ, տենց ընդեղից մարդիկ կային, երբ որ զրուցեցինք, ասեցի ինչ կա Մեսիայից, հրյաները ինչպես են մտածում, ասեց Սողոմոն աղբետ 40 հատ կույս են պահում, 40 հատ, ասի լավ, մեկը երկուսը հասկացան, 40 են պահում, դե ասեց, որ մեկի միջոցով ծնվի Հիսուսը, գոնե այն մյուսի միջոցով ծնվի, կուրություն, այսքան էլ կուրություն, եղբայրներ, քույրեր, Հիսուսը ծնվավ, իր գործունեությունը արեց, բայց դեռ Իսրայելը չի ընդունում։ Եվ տեսեք 1:17-ում ինչ է գրված։ Հովհաննես ավետարան 1:17։ Վասնզի օրենքը Մովսեսի ձեռքով տրվեցավ, բայց շնորհքը ու ճշմարտությունը Հիսուս Քրիստոսով։ Ներճ շարունակությունը կարդաք տները։ Փաստորեն ստեղ ես ինչ եմ տեսնում, երկու մեծ բևեռներ, երկու մեծ օրենքներ, երկու մեծ դեմքեր, երկու մեծ շնորհքներ կարծես։ Այսինքն Աստված ինքն է որոշել, որ Իսրայելին այդ օրենքները տա, եւ ոչ թե միայն Իսրայելին, ամբողջ աշխարհը ղեկավարվում էր աստվածային օրենքներով։ Երեք էր թե մի սորը մեր քույրերից մեկի տունը նստած էինք, ինքը տենց մի քիչ բարձր տեղում աշխատում, այդ օրենքների հետ կապված։ Ասեցի քուրո, որ մտնում ես ձեր օրենսգիրքը, ինչ ես տեսնում, ասեց եղբայր, երբ որ առաջի անգամ ես այդ գիրքը բացեցի, ասում եմ ոնց որ Մովսեսի օրենքը բացեի, այնքան տիպիկ, այնքան շատ օրենքներ կար, ասում եմ վերցրած, ու տենց էլ ասեց, մեր ավետարանից, ասում եմ ես իրանց ղեկավարներին, ասում դու գիտեք, որ դուք այս բոլոր օրենքները վերջը կարդացել եք եւ անում եք այն Աստծու, որը որ ես պաշտում եմ։ Գիտեք ինչ, բայց հիմա այս ժամանակներում Աստված փոխել է դա, այսինքն դեպի սրբություն է տարել։ Ավետարանյան մարդիկ, մենք, դուք, եղբայրներ, քույրեր, որ ընդունել ենք Հիսուս Քրիստոսին, ինչ օգուտ, եթե մենք Աստծո Քրիստոսի բերած շնորհքով պիտի չապրենք։ Իրոք մեծ տարբերություն կա օրենքի եւ շնորհքի մեջտեղ։ Ես կարդալու եմ ընդամենը 2-3 համար եւ դրա շուրջ մի քիչ կզրուցենք եւ կգանք աղոթքի։ Մատթեոս ավետարան, մեր ամենասիրելի ավետարաններից մեկն է, որը ես շատ եմ սիրում, նա մանավանդ մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի խոսքերը։ Ուրեմն
6, 7, 8 գլուխները գիտեք լեռան քարոզներն է։ Տեսեք ինչ է սովորացնում մեր Տեր Հիսուս Քրիստոսը։ Ասում է լսել եք, ես կարդալու եմ 5-րդ գլխից, լեռան քարոզն է սա։ 5:43, եթե ինչ-որ գրողներ կան, կարան գրեն, մարդիկ կան, որ գրում են, կարամ համարները լրիվ ասեմ, 5-րդ գլխից եմ կարդալու, 43-րդ խսկից։ Գրված այսպես, լսել եք, որ ըսվեցավ, քո ընկերդ սիրես և քո թշնամի տատես։ Տեսեք, լսել եք, որ ըսվեցավ, այսինքն սա հին ուխտն է։ Լսել եք, որ ըսվեցավ, սա Մովսեսի դրված օրենքներն է։ Ասում է, լսել եք, որ ըսվեցավ, սա խոսում էր Իսրայելին։ Ասում է, լսել եք, չէ, որ ըսվեցավ, քո ընկերոջը սիրես, բայց քո թշնամու չսիրես, ատես նրան։ Հետաքրքիր է, տեսեք, ստեղ խոսում է օրենքը եւ խոսում է շնորհքը։ Այսինքն խոսում էր Մովսեսը, եթե թշնամի յանա քեզի ինչ-որ մեկը, դու որոշ անկյունից պարտավորվում ես նրան չսիրել։ Այսինքն եթե դու չես սիրում քո թշնամուն, դու ազատ ես, դու դատապարտվելու ոչ մի ոնց որ ասած sense խոսք չկա քո վրա, բայց դա հին ուխտն էր ասում, դա օրենքն էր ասում։ Հետաքրքիր է, երրորդ հիմքերը, որ քանդում է Տեր Հիսուսը, սրբություն է դնում։ Առաջին ասում է, լսել եք, որ ըսվեցա, վերջը, քո թշնամին ատես քո ընկերոջը սիրես։ Մյուսը ինչ օրենք է դրված եղել, գիտեք։ Ասում է, օրհնեցեք ձեզ անիծողներին։ Հին ուխտում եղբայրներ քուրեր չեն օրհնում իրանց անիծողներին, ընդհակառակը իրանց անիծողներին անիծում էին։ Անգամ մարգարեն, ես ինձ մոտ այդ համարը տենց գրեցի, 4-րդ թագավորածում է։ Դուք կարաք տներում գտնեք այդ խոսքը, 4-րդ թագավորածում հետաքրքիր մի խոսք է գրված։ Տեսեք, Աստծո մարդը, Աստծո մարգարեն, երբ որ ինքը Եղիային ճանապարհեց, գնաց երկինք Եղեսեն հետ դառնալուց, վերջը երեխեք էին հավաքվել, սկսան ձեռ առնել Եղեսեին, այդպես էլ գրված է։ Գրված է, որ այդ երեխեք ասում են կնտակի չի, կնտակ, ասինքն վերջը մեր խոսքով ասած քյաչալ, հա։ Ու Եղեսեն նեղվավ, գիտեք ինչ է գրված։ Ասում է Եղեսեն շրջվեց եւ Տիրոջ անունով անիծեց։ Այդպես էլ գրված է 4-րդ թագավորացումը։ Հետաքրքիր է, Աստծո մարդը անիծում է երեխաներին ու արջը դուրս է գալի եւ այդ երեխաներին ջարդում է։ Ու տեսեք ինչ է գրված, Տեր Հիսուսն ասում է ձեզ անիծողներին օրհնեցեք, մեծ տարբերություն կա այսօրվա հավատացյալների, այսինքն քրիստոնյաների, այսինքն նոր կտակարանյան հավատացյալների եւ Մովսեսի հետևորդների միջեւ։ Այն ժամանակ Աստծուն հավատացողները անեց իրավունք ունեին անելու, անգամ մարգարեն արեց, եւ ինքը չդատապարտվեց, Աստված չասեց Եղեսե, «Էս ինչ արեցիր, ես 40 երեխաներին ինչի արջի ձեռքը մատնեցիր»։ Ոչ, այդպես բան գրված չի, որ ինքը դատապարտվեց։ Ընդհակառակը երևել է մի բան էլ վախ ընկավրները։ Բայց հետաքրքիր է, նոր կտակարանի մեջ Տեր Հիսուսն ասում է ոչ թե անիծեք, մենք հեսա մի քիչ հետո կանդրադառնանք դրան, մի քիչ ավելի կմանրացնենք այս կերակուրը։ Եվ երրորդը, տեսեք ինչ է գրված։ Եվ ասում է, ովքեր ձեզ ատում են, հետաքրքիր է, հին ուխտում, եթե մեկը մեկին ատում էր, նա նրա հետ դատ էր վարում, անգամ իրավունք ուներ սպանելու։ Այդ ատելիին, դա լիներ սամարացի, դա լիներ կողքի փղշտացիները, նրանք եթե ատելի են իրանց, ուրեմն իրավունք ունեն հանդիպակաց ժամանակ իրարու վրա սուր վերցնեին։ Հետաքրքիր այս 3 կետերը դրված էր օրենքների մեջ, եւ դու գիտեք, որ Իսրայելը, Հրեաստանը, հрьяաները միջև այսօր եղբայրներ քուրեր, այս նույն օրենքներով ապրում։ Իրանք իրանց թշնամիներին սպանում են, մորթում են, ինչ սիրելու մասին է խոսքը։ Իրանց անիծողներին անիծում են, ինչ օրհնելու մասին է խոսքը։ Ինչ բարիք անելու մասին է խոսքը, եթե մեկը քեզի ատում է։ Միջև հիմա իրանք ապրում են Մովսեսի օրենքով, դրա համար չեն սիրում քրիստոնյաներին։ Էսի ինչի համար որպես նախաբան ես ասեցի, գիտեք ինչ, մեզ քրիստոնյաներիս, եղբայրներ քուրեր, Հիսուս Քրիստոսը ինքը չի խոստացել, որ կանաչ ճանապարհ լինելու ձեր առջև, եւ հանգիստ, sense մի օր կաղաշներդ փակեք, բացեք, տեսնեք Քրիստոսի գրկում եք։ Այդպես չի լինում։ Դրսի երկրներից մեկում է մի հոգի, որ ուրիշ հավատքից էր եկավ, զրուցեցինք, հետաքրքիր է, զրույցի վերջում գիտեք ինչ ասեց։ Ասեց Սողոմոն եղբայր, այնքան եմ ուզում, sense այսօր գնամ, քնեմ, առավոտ փոխված վեր կենամ։ Ասեց 30 տարի քնում վեր են կենում, չենք փոխվում, այ ախպեր։
Դու ուզում ես մի հատ քնելով վերնելով փոխվես, այդպես չի լինի։ Ասե բե այդ նեղ ճանապարհը ով պետք է քայլի։ Այդ դժվար ճանապարհով պետք է քայլի։ Ինքը վերջը խարիզմատներից էր եկել, այնտեղ տենց աչքերը փակում բացում են, փոխվել են։ Չգիտեմ էդի ոնց է լինում այդքան արագ փոփոխությունը, տենց շատ շուտ ապաշխարություն, բայց այդ մարդը տենց էր ուզում։ Ասի տենց չի լինի։ Հիմա փառք Աստծո ինքը մեր մեջ է, բայց երևի մի 10 տարի քննհելել է, բայց հələ չգիտեմ։ Երևի ամբողջությամբ չի փոխվել։ Փոխվել է, բայց ամբողջությամբ չի փոխվել։ Ես ուզում եմ մի համարել կարդամ Գործ առաքելոցից։ Առաքյալները, եղբայրներ քույրեր, ինչ էին հորդորում քրիստոնյաներին։ Տեսեք, ինչ հետաքրքիր է, առաքյալները իրանք չեն ասում հանգիստ եղեք, խաղաղ եղեք, գիտեք ինչ, այս ոնց որ մի քիչ ուզում եմ նեղ ճանապարհի մասին խոսալ։ Այդ նեղ ճանապարհի մեջ Տեր Հիսուսը քեզի մենակ չի ձգե։ Մի վախեցի։ Տերը երբեք մեկին մենակ չի թողնում։ Միայն թե այդ նեղ ճանապարհի մեջ դու կարանաս փարվես իրան։ Միայն թե օգտագործես այն սուրը, այն թուրը, որը Տերը ինքն է քեզի տալիս, եւ դրա մասին մենք խոսենք։ Տեսեք ինչ ասում առաքյալը Գործ առաքելոց 14-րդ գլխում 14-24-ից 21-ից կներեք մինչև 24-ը գրված է աշակերտների սրտերը հաստատելով եւ հորդորելով որ հաստատ մնան հավատքի մեջ եւ կսեն թե շատ նեղություններով պետք է ձեզ Աստծո թագավորությունը մտնել Գրված չի, որ հորդորում էին իրանց եւ վերջը քաջալերում եւ ասում շատ հանգիստ եւ խաղաղ ձեզի պետք է մտնել երկնքի թագավորություն։ Գրված է, որ շատ նեղություններով պետք է մտնես երկնքի թագավորություն։ Երկրորդ Տիմոթեոս 3:12 գրված է եւ բոլոր անոնք, որոնք կուզեն աստվածապաշտության կյանք ապրել Հիսուս Քրիստոսում, դրանք հալածանք պետք է կրեն։ Եվրոպայում դե տենց հալածանք չկար։ Այս թեման երբ որ զրուցեցի մի անձնավորություն մոտեցավ, ասեց, բայց Եվրոպայում ոչ մի հալածանք չկա։ Ասի եթե դու, քույրիկ էր ինքը, ասի եթե դու ամբողջ սրտով ուզենաս դառնաս աստվածապաշտ, ոչ թե հավատացյալ, ուզենաս դառնաս աստվածապաշտ, իմացի հալածանքը քո դուռը հաստատ ծեծելու է։ Նա ասեց welcome, ասի okay, welcome թող լինի։ Welcome եկավ իրանցնում գիտեք։ Welcome իրանցնում եկավ, բայց այդքան էլ welcome չէր էլ իր համար։ Իշքան նեղությունը շատ լինի, իշքան կրակը ավելի բորբոքված լինի, եղբայրներ քույրեր, մի վախեցեք, ոսկին այդքան ավելի կփայլի։ Իշքան մարդուն Սուրբ Հոգին մտցնում այդ նեղության եւ կրակի մեջ, այնքան մարդուն ավելի սրբացնում է Տիրոջ Հոգին, վախենալու ոչ մի բան չունեք, որովհետեւ Հիսուս ունեք, իր անունը փառավորվի։ Եվ տեսեք, Տեր Հիսուս Քրիստոսը մեզ նաև խոստացել է մի բան, ասում է նեղ է եւ նեղվածք այն ճանապարհը, սա 7-րդ գլխից եմ կարդում եւ մի երկու խոսքը զրուցենք այդ երեք կետերի մասին եւ կգանք աղոթքի։ Գրված է նեղ դռնով ներս մտեք, վասնզի լայն է այն դուռը եւ ընդարձակ այն ճանապարհը, հետաքրքիր է գրված, որը կորուստ է տանում։ Հավատացած եղեք, էսի միայն չի խոսում նրա մասին, որ աշխարհի այդ լայն ընդարձակ ճանապարհներն են, դրա մասին չի։ Գիտեք ինչ, հավատքի մեջ էլ կան լայն եւ ընդարձակ ճանապարհներ։ Այսինքն ինչպես ուզում են, այդպես են ապրում, ուր ուզում են, այնտեղ են գնում, ինչ ուզում են, այդ են խոսում։ Ոնց որ ասած, իրանք ինչպես ուզում են, այդպես էլ իրանք որոշում են իրանք կյանքը եւ առօրյան։ Բայց Տեր Հիսուսը այդպես չի խոստացել մեզ։ Գրված է նեղ դռնեն ներս մտեք։ Վասնզի նեղ է այն դուռը, որ դուռը, այն դուռը, որտեղից մտել առաջինը Տեր Հիսուս Քրիստոսը։ Նեղ է այն դուռը, որտեղից մտել են առաքյալները։ Նեղ է այն դուռը, որ դռնից, որ սուրբերն են ներս մտել եւ այսօր երկնքում են սիրելի եղբայրներ քույրեր։ Այդ դուռը նեղ է քո համար, գիտեք։ Դու մի փնտրի լայն դուռ, ինչքան դուռը լայնանա, դու այնքան ավելի կընկնես մարմնավոր բաների մեջ։ Իսկ ինչքան դուռը նեղանա քեզ համար, ինչքան սխմեն քո կողքերից, ինչքան սենց սխմվես, այնքան դու կփարվես Տիրոջ ոտքերին։ Եվ ասում է նեղ է այն դուռը եւ նեղվածք այն ճանապարհը, որ դեպի կյանք է տանում։ Գիտեք ինչ, նեղ դռնով ներս մտնողներն են հասնում նեղված ճանապարհին։ Եթե դու այդ դռնով չես մտել, դու երբեք չես հասնի նեղ ճանապարհին։ Եթե դու Քրիստոս դռնով ներս չես մտել, տեսեք, մարդ կա եկել է միջև դուռը,
Այսինքն հոգևոր մի ընթացք կա, բայց որոշ մասսա կա, որոշ ժողովուրդ կան, որը դռնից մի քայլ են ընդամենը ներս անում։ Բայց որոշ ժողովուրդ կան, որ իրանք առաջանում են այդ նեղ դռնով, այսինքն այդ ճանապարհով ներս են գնում։ Այն հոգևորները, որոնք որ ընդամենը հասել են այդ նեղ դռան մոտ, իրանք կարող է տես տարիներ էլ այդպես մնան։ Եվ իրանք իրանց բավարարված տեսնեն, եւ դա ամենավտանգավոր վիճակներից մեկն է։ Նման մարդիկ մի օր կտեսնեն, որ եկեղեցին երկինքա բարձրանում, բայց իրանք մնացել են երկրի վրա։ Բայց այն ազնվորությունները, որոնք իրանց սրտի մեջ որոշում ունեն, ես այդ դռնից ներս պետք է մտնեմ, անկախ նրանից ինչա սպասվում դռնից այն կողմ։ Մի վախեցի, քեզի ոչ մի բանը չի սպասվում, քեզ սպասվում է մի բան, դու կհանդիպես Հիսուս Քրիստոսին, փառք իրան։ Գիտեք ինչ, կա ժամանակ, որ Աստված որոշում է ինքն է որոշում իր զավակներին ոչ թե փորձության մատնել, այլ ստուգել։ Գիտեք ինչ, կա փորձություն եւ կա ստուգում։ Փորձություն Աստված իր զավակներին թույլ չի տալիս։ Եվ անգամ 26:41 Մատթեոս ավետարան գրված է աղոթք արեք, որպեսզի փորձության մեջ չմտնեք։ Գիտեք ինչ, ռուսերենում հետաքրքիր է գրված։ Ռուսերենում գրված է искушение, որտե искушение է գրած, это գրված է դիավոլ։ Դիավոլ искушает, но Господь испытает։ Այսինքն Աստված ստուգում է քեզի, բայց հակառակորդը փորձիչ է ինքը, կարող ասենք ուզենա փորձի, որ քեզի դժվարությունների եւ կեղտերի մեջ գցի։ Հիմա Աստված, որ որոշում է քեզի ստուգի, այդ ստուգման ընթացքում դու կարող ես դժվարություններ ունենաս։ Վերջը կրակի մեջ է, չէ՞ քեզի մտցնում։ Դուք մի մտածեք, որ ամեն մեկի կյանքում կարա լինի այդպեսի ստուգում, բայց կարա լինի այդպեսի ստուգում։ Այս մի բան ուղղակի տենց միտքս եկավ պատմեմ։ Տարիներ առաջ էր Մասիվում եղբայրներով որոշեցինք, որ վկայությունների տեղ տանք։ Գիտեք ինչ, մի հատ եղբայր պատմեց մեր եղբայրներից մեկի մասին, գնում է Ռուսաստան աշխատի, որպեսզի վերադառնա, գումար բերի ամուսնանա։ Ուրեմն ասում է այրոպորտում, ահագին արդեն մեծ գումար աշխատած մեր երիտասարդ եղբայրներից է եղել։ Ասում է վերադարձած գումարով գալիս է։ Մեկ էլ ասում է, այդտեղ որ կանգնում են արդեն պետք է պասպորտ կոնտրոլ լինի, այդտեղ հայտարարում են, դա եղել է Ռուսաստանում, ինձ պատմել են եղբայրները։ Ասում է, այդտեղ հայտարարում են, որ ով որ հավատացյալ է, այնտեղ ասում են, ով որ հավատացյալ է, մի կողմ թող քաշվի։ Այդ խեճ աղբերն էլ այդքան ամիսներ աշխատել է, փողը ջեբ եկել է, որ փսակվի, վերջը մտածում է, այս ինչ փորձանքի մեջ ընկամ, մարդ որ հավատացյալ եմ։ Վերջը մտքով կռվելով հեշտ չի գիտեք, այնտեղ ոնց որ քեզի սպասում են ու այրոպորտում քեզ հարցնելու են, ով է հավատացյալ։ Դե ստուգում են, մարդ չկա հավատացյալ։ Երևի եղել են հավատացյալ, չեն ասել որ հավատացյալ եմ։ Այդ եղբայրը տենց մտքով կռվելով գալի հասնում արդեն այդ պասպորտ կոնտրոլը, ասում ասենց հրաման կա, կարող է հավատացյալ ես։ Իր մեջ ասում է, «Թո ինչ ուզում է թող լինի, փողերս էլ թող վերցեն, ինչ ուզում է թող լինի, թող տփեն, ջարդեն, ինչ ուզում է թող լինի»։ Հա ասում է, հավատացյալ եմ, ինչ այլ է, նույնիսկ մարդը որ իր ներսում սենց նեղված է լինում, չէ՞։ Կարող է դիմացին քեզ մի հատ հանգիստ պատասխան տա, բայց դու դեռ միանգամից վրա տաս։ Բայց այդ մարդը հանգիստ հարցնում է, վերջը, դի վերուշի, հա ասում է, ինչ այլ է, վերուշեմ։ Դե ասում է, անցի կաբինետ։ Կաբինետում ինչ են անում։ Վերջը մտնում է այնտեղ, տեսնում է մի հատ պաշտոնավոր մարդ նստած է այդ կաբինետում, ասում է, դու հավատացյալ ես երիտասարդ։ Այո, ասում է, հավատացյալ եմ, Հիսուսի զավակն եմ։ Ասում է, ինչ գործ ունես Ռուսաստաններում։ Ասում է, գնացել եմ փող աշխատեմ, բերեմ ամուսնանամ։ Այդ մարդը ասում է, Աստված թող օրհնի քեզ տղաս։ Ասում է, ես ինքս էլ հավատացյալ եմ, եղբայր եմ, ու մեծ գումարների տեր մարդ է լինում։ Ասում է, անցած գիշեր ինձ Տերը հայտնեց, կգնաս այրոպորտ, դե ծանոթություն ունի, կհարցնես, ով որ կասի ես հավատացյալ եմ, իրան $1000 նվեր կտաս։ Տղեն ուրախանում է, հա ասում է, հավատացյալ եմ։ Վերջը, ասում է, այսի տիրոջ կողմից քեզ ես $1000 նվեր։ Վերջնում է, ուրախ տենց տուն է գալի, դե հիմա հերթ եկավ ինձի պետք է վկայեմ, ասի, դա կանի մի բան էլ ես վկայեմ։
ասի տենց չէ, որ ամեն անգամ կարող $1000 տան ու հիշեցի իմ կյանքից մի պատմություն։ Էս ինչի համար եմ ասում։ Այսօրվա թեմային կից ասա։ Երևի 2000 թիվներ։ 98-ին էի գնաց Հոլանդիա, 2 տարի անց երևի։ Վերջը հայր էին եկել Գյումրիից, նստած իրանց Աստծո խոսք եմ խոսում, գիշեր էր, լավ հիշում եմ այսօրվա պես։ Վերջը Քրիստոսի սիրո մասին ենք խոսում, տենց վկայում եմ։ Մի հատ էլ արգան էր դրած այնտեղ, հիշում եմ 151 համարի երգն ենք երգում, դե մարդ չկար, ես նվագում, ես երգում, արմու աղբերն դե լիներ վրես գծի ծաղեր, այնքան ֆարշ էի նվագում ու երգում։ Վերջը, այն լավ օրհնության իրանք էլ ընդունել էին ամուսիններով, ընդունեցին Հիսուսին, ես էլ ուրախացել եմ, այն ժամանակ դուրը ծեծին։ Ասին դրսում, ասին Սողոմոնով, ասի ես եմ, ասին դրսում կանչում են քեզ։ Ես էլ այդտեղ լեցված, ուրախ, հելա, դամ սենց կանգնած են։ Վերջը մեկ էլ մի հոգի հարցրեց, դու ես այդ հավատացյալը, ասի հա, ասելու մի հատ բերնից տալը մեկ էլ լավ։ Մի հատով չպրծա, վերջը լավ օրհնություն այդ օր վայելեցի, հիմա ասում եմ եղբայրներ քույր, տենց չէ, որ ամեն անգամ ասես հավատացյալ եմ, $1000 կարող է քեզ նվիրեն, մեկ էլ կարող է ուրիշ բան նվիրեն, այսինքն դրան էլ պատրաստ եղեք, ժողովուրդ ջան, դա ավելի մեծ երանություն է, քան այդ $1000, $1000 կուտես կեթա, բայց ու գիտեք ինչն է հետաքրքիր, երբ որ այդ մարդիկ ինձ ծեծում էին, ցավ չեմ զգացել, չգիտեմ ինչի, այտենց չի որ քար եմ եղել, չէ, բայց իմ ամբողջ միտքը այդ նորահոգիների վրա էր։ Իմ մեջ աղոթում էի ասում էի Տեր, հանգարտ չգայթակղվեն էլի այդ մարդիկ։ Չասեն էլի ամարտ, եկանք Աստծո խոսք լսեցինք, այս տարան սրան տպեցին, էս ի՞նչ է։ Սուրբ Հոգին ոնց է աշխատել, գիտեք։ Ուրեմն երբ որ լավ այտենց օրհնեց ինձի, օծեց այդ տղեն, վերջում էլ հիշում եմ, պիստոլետ հանեց դրեց գլխիս, ասեց դու ապրելու իրավունք չունես, տարավոր հետևը գյուլ էր, ասին Հիսուս ջան, քո մոտ գալու վախն է, ասին ինձ մաքրի, սրբի վերցրու, բայց այտենց ոչ չի մաքրեց սրբելով, հələ գործ կար, ծառայություն կար, ճամփին փոշմանավ, ասեց դե լավ, գնա ապրի, ասի լավ, ուրեմն գործ ունեմ, այդ մտքերի մեջ եմ, իմ մտքի մեջ Սուրբ Հոգին մի բան ասում, ասում որ մտնես, այդտեղ որտեղ եղել ես, կհարցնես, որտեղ ենք հասել երգը, ու տեղից նորից կշարունակեք երգել ու փառաբանել։ Վերջը մտա տենց, հենց մտա միանգամից այդ միտքը, ասի որտեղ ենք հասել երգը, որտեղից նորից շարունակենք։ Հիմա այդ ժողովուրդը սենց շշկրված նայում է, դե քացիների տեղ, լրիվ ծեծված, ջարդված։ Դու մի ասա Սուրբ Հոգին գիտեք ինչ էր արել։ Այդ քույրիկը իր սրտի մեջ ինչ էր ասել էր Տեր Աստված, եթե այս մարդը ընդեղից գա ու ասի որտեղ ենք հասել երգը, ու տեղից նորից շարունակենք, ուրեմն էսի Աստծո մարդասան կարելի է լսել։ Եթե չէ, ուրեմն ձևից տա։ Ներվի շատերի էր հանդիպել չեմ անում։ Դե Տերն էլ ասես, կմտնես, կասես որտեղ ենք հասել։ Ես էլ չեմ հասկանում։ Շատ բաներ կա, պետք չի դու հասկանաս, գիտես, դու պիտի անես այնպես, ինչպես Աստված է ասում։ Եվ այդ մարդիկ միջև այսօր կան, միջև այսօր ապաշխարում են։ Այս ամեն ինչը ինչի համար եմ ասում, եղբայրներ քույրեր։ Երանությունն է, երբ որ Տերը թույլ է տալի դու մի հատ ստուգվես, փորձվես իր անունի համար։ Այս 3 սուրը, այս 3 պատերազմական զենքերը մենք պիտի օգտագործենք։ Սա կարդամ եւ պիտի գանք աղոթքի։ Ես կարդալու եմ նորից մեր սիրելի Մատթեոս ավետարանը 5-րդ գլխից։ Տեսեք ինչ ասում Տեր Հիսուս Քրիստոսը։ Նեղության, պատերազմի եւ դժվարության ժամանակ, եղբայրներ քույրեր, մենք իրավունք չունենք, ինչպես ուզենք, այդպես պատասխանենք, որտեղ պատերազմն է դա։ Մենք իրավունք չունենք, ինչպես ուզենք, այդպես վարվենք մեր դիմացինի հետ, դա պատերազմ է։ Դու կարող ես տանուր տաս հանգարց։ Եվ այսօր շատ հավատացյալներ հիմնական պարտությունը կրում են ոչ թե նրանից, որ իրանք զորավոր չեն։ Սիրելի օքեյ, քո պարտությունը նրանից չի, որ դու թույլ ես կամ այդքան զորություն չունես, ոչ, քո պարտությունը սրանից է, դու չես օգտագործում Աստծո տված զենքերը։ Դու օգտագործում ես քո զենքերը։
Դու օգտագործում ես քո գաղափարները, դրա համար շատ ժամանակ լինում է պարտություն։ Տեսեք ինչ է ասում Տերը. լսել եք, որ ասվեցավ առաջիներին, քո ընկերոջը սիրես ու քո թշնամի տատես, դա հասկանալի է, հինողներ։ Ասում է, բայց ես ձեզի կսեմ, հետաքրքիր է։ Տեսեք, ինչ զենք է Տերը քեզ առաջարկում։ Ասում է, բայց ես ձեզ կսեմ, սիրեցեք ձեր թշնամիները։ Ինչ է նշանակում սա, ժողովուրդ ջան։ Այսինքն, հին ուխտի, այդպես ասած, օրենքները մի օգտագործեք դիմացիների վրա։ Պատերազմի ժամանակ ոչ թե թշնամուն մորթել կամ ատել է պետք, այսինքն, երբ որ դու տեսնում ես քո դիմացինը քո հանդեպ թշնամաբար ալեցված կամ ինչ որ թշնամություն անում, իրան ոչ թե պետք է չարին չարով հատուցանես, Տեր Հիսուսն ասում է, դու դրան դեմ կեցիր սիրով։ Թշնամուն չեն հաղթում սրով, եղբայրներ քուրեր, թշնամուն հաղթում են սիրով։ Եվ փորձեք եւ կտեսնեք, Տեր Հիսուսը այդպես ասում, ինքը գիտի հոգեվոր պատերազմը։ Տեր Հիսուս Քրիստոսը սրով չհաղթեց աշխարհը մեղքին։ Տեր Հիսուսը սիրով հաղթեց, խաչվեց խաչափայտին եւ սիրելով թշնամիներին դարձրեց իրան զավակները, օրհնյալ լինի Աստված։ Այն թշնամիները, որոնք քեզի դեմ են դուրս եկել, դրանք կդառնան քո հարազատները։ Եթե դու վարվես այնպես, ինչպես որ Տեր Հիսուսն է ասում։ Այսինքն մեզ պետք է զենքեր օգտագործել թշնամուն դեմ, անպայման դա պետք է, բայց դա սիրո զենքն է։ Այսինքն սիրո վերաբերմունքն է։ Սիրո քայլն է այդ դիմացինի նկատմամբ։ Այլ ընտրանք դու չունես որպես հավատացյալ, որպես Քրիստոսի զավակ, որպես Քրիստոսի տղա եւ աղջիկ։ Մենք, եղբայրներ քուրեր, ոչ մի այլ ընտրանք չունենք։ Մեր ընտրությունը մենք արդեն արել ենք, մեր Տեր Հիսուս Քրիստոսն է։ Հետաքրքիր է, եթե դու այս սիրո զենքը օգտագործում ես դիմացինին հրահրողը, միշտ հիշեք, եղբայրներ քուրեր, ես տեսել եմ, ինչպես է դևը հակառակորդը վերցնում մարդ արարածին եւ դրան օգտագործում հավատացյալի դեմ։ Վերցնում թույլ հավատացյալին անգամ եւ դրան օգտագործում հոգեվոր մարդկանց դեմ։ Վերցնում աշխարհիկ մարդկանց, իրանք ոչ մի բանից կարան տեղեկացված չլինեն։ Ուղղակի կարան խոսան, որտեվ իրանց մեջ լեցվում է դա։ Եթե Պետրոս առաքյալի պես հզոր մի էակի միջոցով խոսվեց հակառակ Քրիստոսին մի բան եւ ասեց չպետք է գնաս խաչվելու, Տեր Հիսուսը հիշում եք ինչ ասեց։ Ասեց յեդիս գնա սատանա, չասեց յեդիս գնա Պետրոս։ Չէ՞։ Հələ պատկերացրեք, եթե ասեր յեդիս գնա Պետրոս։ Այս անգամ մենք էլ ու մտնենք պետք է ասենք յեդիս գնա։ Իմիջիալոց ձեզ մարդիկ կան գիտես, չես մի քիչ հակառակ յեդիս գնա սատանա։ Այդ մարդն ասում է, բայց ես սատանա չեմ։ Իրոք ինքը սատանա չի, բայց հրահրողը, դրթողը սիրելի օքի, դու պետք է հասկանաս, այն հետևինն է, որը որ Պետրոսին էլ էր մտքեր տալիս։ Դրա համար Տեր Հիսուսը տեսնելով հետևում ով կա կանգնած, դրան ասեց հեռացի տեղից։ Գիտեք ինչ, մեզ պետք է նաև հոգևոր տեսողություն, այդ նեղության եւ այդ թշնամության ժամանակ ընթացքում դու պետք է կարողանաս տեսնել անտեսանելին, վարագույրից այն կողմ ինչ կա։ Աշխարհի մարդիկ տեսնում են միայն տեսանելին, հոգևոր մարդիկ տեսնում են վարագույրից այն կողմ ինչ կա։ Այսինքն հետևում ով է դրան դրթողը։ Այս պատերազմների ժամանակ, եղբայրներ քուրեր, բազում տեսիլքներ, վկայություններ հոգևոր մարդկանց միջոցով եղել է։ Եվ եղբայրները, եւ քույրերը տարբեր տեղերից վկայում են, դե մենք կապ ունենք, եւ ասում է դևերը դրանց ոնց են քշում, այդ զինվորներին ասում է, ոնց որ տենց մի ոչխարի հոտ, ոնց է տենց, ասում է այդտենց քշում են դեպի հայերի վրա։ Դրա համար ես ասի ժողովուրդ ջան, մեր պատերազմը ոչ թե անձի դեմ է, ինչպես Աստծո խոսքն ասում, որ մարմնի այրունի հետ չի քո կռիվը, հապա իշխանությունների, պետությունների չերևցած այդ զորությունների դեմ է։ Այս սա է մեր խնդիրը, սա է քո խնդիրը։ Երբ որ քո դեմ խնդիրներ, խնդիրներ, թշնամիներ են բարձրանում, դա լինի քո տանը, հարևանը, աշխատանքային շրջապատում, հարազատները, չգիտեմ որտեղ, անունը ինչ ուզում ես գրել ցուցակի մեջ, դու հիշի, դու հոգևոր մարդ ես, հակառակորդը կարա հակնի մարդկային կերպարանք, անգամ հակնի մարդկային կերպարանք ու քեզ սկսի հալածել։ Մեզ ձեզ պետք է հոգևոր տեսողություն։ Եփեսացի 1:18 գրված է մեր սրտի աչքերը լուսավորվի, որպեսզի տեսնենք մեզ կանչելու հույսը։ Իսկ նրանց սրտի աչքերը, որոնց որ փակ են դեռ, չեմ ասում կույր են,
փակ են դեռ, իրանք չեն տեսնում, դրա համար մսի եւ այրունի հետ են կռիվանում։ Այսինքն դիմացի մարդու դոշերն են բռնե թափ տալի, այն ինչ գործ ունես դրանից, թող դու հավատքով աղոթք արա դրա հետևինին ասա յետիս գնա, ոչ թե ով որ քեզ հալածում է դրան ասա յետիս գնա։ Տեսեք երկրորդ սուրը, որ Տերը մեզ քո ձեռքն է տալիս օգտագործելու համար, ինչա գրված, օրհնեցեք ձեզանից ողները։ Չգիտեմ, ես իմ շատ հավատացյալների բերան չի բացվում որ օրհնեն։ Մի հատ քույրիկ ասում էր լավ էլի Սողոմոն եղբայր, ասում է ոնց օրհնեմ դրան։ Ասում է էդի օրհնվելու բան, ասում է աշխարհի կեղտն ու զիբիլը լցում էր գլխիս։ Ամենավերջի բաներն ասում էր, խոսած դե դու գիտեք քույրիկներ եք ստե շատը, որ խոսում են ինչքան են խոսում։ Խոսած ինչ ասես պատմեց, ասի քուր գրված է օրհնի իրան։ Ասես լավ, հələ կօրհնեմ, տենամ այդ օրհնելով ինչ պետք է փոխվի։ Ասի հավատքով օրհնի։ Ու գիտեք ինչ էր եղել։ Մի մարդ, որ իրան իրոք ուզեցել էր սպաներ, տեն սպաներ, սկսել էր օրհնել, ասում է, այ ախպեր, ոնց որ ինքը փոխվել է իմ դեմ, իմ հանդեպ սկսել է փոխվել։ Ասի չէ, հա, կարող է սկսել ես օրհնել, քույրիկ ջան։ Ասես ճիշտն ասած, չուզելով սկսել եմ օրհնել։ Անգամ չուզելով այն օրհնությունը, որ բերանից է դուրս է գալիս, սիրելի հոգի, ոչինչ, օրհնի դու իրան։ Մի անիծի։ Սրտիդ մեջ էլ մի անիծի։ Մարդը կարող է, տեսեք, հնարավոր է հավատացյալները այնքան հավատացյալ են, որ իրանք անեծք բառը չեն օգտագործում, ասում է չեմ անիծել, եղբայր ջան։ Ասում է, բայց չեմ էլ օրհնելու։ Էդի նույն անեծքն է ուղղակի առանց անեծք բառի, գիտեք։ Եթե դու չես կարող օրհնես, քո սիրտը չի օրհնում քեզի անիծողներին, իրոք դու չես կարող իրան օրհնություն ցանկանաս։ Դա նշանակում է, որ դու իրան նաև անիծում ես, բայց լուռ ես անիծում։ Անեծք բառը չես օգտագործում, ոչ մի բան չկա, ոնց որ եղբայրներ քարոզում, արտաքինից լրիվ օքեյ է։ Օգտագործեք օրհնության զենքը, եղբայրներ քույրեր։ Օգտագործեք եւ կտեսնեք օրհնությունը դրա միջի։ Այո, թող իրանք անիծեն, բայց դու օրհնի իրանց։ Մեր եղբայրներից անունը չեմ ուզում տամ, ինքը գիտեք ոնց էր օրհնե։ Ուղղակի ես ասում եմ, որ մենք այտենց չօրհնենք։ Երբ որ իրան վերջը սկսել էին հալածել, ինքն էլ ֆիզիկապես ձիգ տղամարդ էր։ Եկան ինձ պատմեցին, ուրեմն այդ նեղ ժամանակ մարդ են հնարավոր է սայթակումներ լինի։ Ասես դոշից բռնել էր, ասել էր այ օրհնյալ։ Ու ասես լավ թափ էր տվել։ Եկավ ասեց, բայց օրհնել եմ ես։ Ասում է օրհնության բառն ասել եմ։ Ժորժ ջան, էդի օրհնանք, հա։ Ասի եղբայր, հին օգտովրենք, մեզ սիլա կտայր դրան։ Կասեր էդ էլ օրհնության սիլա էր, օրհնության ապտակ էր, էլի։ Մենք պետք է փոխվենք, եղբայրներ քույրեր, ամեն։ Ինձանից սկսած, չգիտեմ, ես փոխվելու տեղ ունեմ, բա դուք ով ունի։ Լրիվս էլ պետք է ապաշխարենք փաստորեն, բացի մի քանի օգուց երևի։ Իրոք այն զենքերը, որը Տեր Հիսուս Քրիստոսը այսօր մեզ տալիս է, դրանք կարճ ժամանակ հետո, հավատացած եղեք, եղբայրներ քույրեր, կարճ ժամանակ հետո մեզի շատ է պետք գալու։ Դրանք փայլուն պետք է պահենք։ Դրանք պայծյանից դուրս պետք է հանենք։ Կգա ժամանակներ, երեք ճամբարում խոսում ենք եղբայրներից մեկի հետ գիշերը, եկան կանգնանք ոնց որ այդ թեմային, որ այո, շուտով ամբողջ աշխարհը մեզի դեմ է դուրս գալու։ Մեկը չի, երկուսը չի։ Ամբողջ աշխարհը դուրս է գալու հոգևոր մարդկանց դեմ։ Հələ պատկերացրեք, եթե դիմացին է թշնամաբար ալեցված, մենք էլ իր հանդեպ ենք թշնամաբար լեցված։ Մեր եւ իր տարբերությունը ինչու՞մն է կայանում։ Եթե ինքը մեր գլխին անեց կա թափում, վերջը ինչ ասես ասում, ամենավատ խոսքերն անում, նույնն էլ մենք լավ, բայց չենք բարձրաձայնում, բայց մեր սրտի մեջ ենք ասում, մենք երկինք չենք մտնի, մենք կպարտվենք։ Երրորդ սուրը, եղբայրներ քույրեր, երրորդ զենքը, որ Տեր Հիսուս Քրիստոսը ասում է օգտագործի զավակս, տեսեք որն է, ասում է եւ ձեզ ատողների համար աղոթք արեք եւ բարիք արեք անոնց։ Այ քեզ բան, չգիտեմ դեռ լեզուն կարմա պետք է աղոթքի ժամանակ, ով որ դու գիտես է, որ ինքը քեզի ատում է, ձեռը ընկնես քեզի կմորթի,
Ամենաատելի մարդն ես դու իր համար, բայց քո լեզուն քո բերանի մեջ պտտում է, մի հատ քույրիկ ասում է լեզու չի ֆռում Սողոմոն ախպեր։ Ասի լեզուդ կֆռա ինչ ասես խոսալուն։ Ուրիշների ասեն խոսալուն, վերցեր դնելուն, չգիտեմ, էդի լեզուդ լավ ֆռում է, չէ՞։ Ասի, բայց որ պետք է վերջ այդ մարդու համար աղոթք անես, օրհնություն խնդրես Աստծուց, ասում է լեզուս չի պտտում, այդ ինչի չի պտտում, իրա բերա, ասում է չի պտտում բերանից մեջ։ Ես զարմացա, քույրիկի լեզուն բերանի մեջ լուր մնա։ Երանի միշտ այտենց լուր մնա։ Բացի օրհնություններ թափելուց այդ մարդու գլխին։ Ժողովուրդ ջան, հավատացած եղեք, եթե մենք այս զենքերը օգտագործենք, հիշեք, այսօրվանից բոլորդ էլ ստուգվելու եք, ինձանից սկսած։ Ուզում եք, թե չեք ուզում։ Մի հատ ուզում եք իսպիտանի անցնեք կրակի մեջով, թե չեք ուզում։ Մարդիկան չեն ուզում, գիտեք։ Բայց ոչինչ, մտեք դրա մեջ, սուրը հանեք պատյանից, բավ է, այս սուրը մնա այնտեղ։ Հանեք տեսեք Աստծո զորությունը, հանեք տեսեք Աստծո հաղթությունը, եղբայրներ քույրեր։ Հանեք տեսեք Աստծո ձեզ հետ մտերիմ լինելը։ Հանեք եւ օգտագործեք այն, ինչ որ Աստված տվել է մեզ։ Ես էլ ձեր շարքերում նստած։ Հələ իրոք պատկերացրեք, եթե դու աղոթքի կյանք ունենաս քո թշնամու նկատմամբ, իրոք քեզ ատողների նկատմամբ, դա ասել է երկնքի Տերը, թագավորների թագավորը։ Գիտեք ինչու է ասել, որտեվ ինքը անձամբ օգտագործել է այս զենքերը։ Ինքը անձամբ աղոթել է իրան ատողների համար։ Ինքը անձամբ բարիք արել նրանց եւ օրհնել է ովքեր իրան անիծում էին։ Ինքը սիրել է իր թշնամիներին անգամ խաչի վրա, եղբայրներ քույրեր։ Եվ այդ նույն ճանապարհը մեզ առաջարկում, եթե դու չմտնես այդ ճանապարհի մեջ, դու մոռացի երկնքի դարպասներից ներս մտնելը։ Դու չես կարողանա։ Աստված այս ժամանակները մեզ ընդամենը շնորհում է, ինչի համար, որպեսի որ ասում ենք ապաշխարել, ինչից ապաշխարել, նման բաներից ապաշխարել։ Ինչից ապաշխարել, գործնական ապաշխարել եւ գործի դնել այն բոլորը, ինչը որ Աստված քեզ շնորհել է։ Գործի դիր ու դու կտեսնես։ Հնարավոր է մի քիչ հակառակություն լինի, բայց միևնույն է, քո մեջինը ավելի զորավոր է, քան թե նա, ինչ որ աշխարհի մեջ է։ Ամեն։ Դու գիտես ով է քո մեջ Աստված կա, քո մեջ Սուրբ Հոգի կա, քո մեջ Թագավոր կա, քո մեջ հաղթող կա, սիրելի հոգի։ Ուղղակի դրան դու անտեսել ես, մի կողմ ես դրել, քո գաղափարներն ես պատերազմի ժամանակ օգտագործում, քո զենքերն ես կռվի ժամանակ օգտագործում։ Հիսուսի անունով քո զենքերը թո մնան այդ պատյաններում ու քանդվեն քո վրայից իրանց պատյաններով հանդերձ։ Բայց մեր վրա, եկեղեցու վրա այդ շնորհքը թող գա, որտեղ եթե մենք Քրիստոսի զավակներ ենք եւ մենք ապրում ենք շնորհքով, շնորհքի իրոք շնորհքի եկեղեցին ինքը օգտագործում է Քրիստոսի խոսքերը։ Մենք օրենքի տակ չենք։ Ժողովուրդ ջան, օրենքը ինչի որ գլխաշորեն կապում, չգիտեմ արտաքին ինչ որ բաներ, ոմանք էլ առանց հասկանալու, ես պարզ եմ ասում, չեն էլ հասկանում սկի օրենք ինչ է։ Ասում են, այս ինչ եկեղեցին օրենքի տակ է, այս ինչ պահպանողական է, իրանք ոտները տեղ են մցնում, ոնց որ առաքյալն ասում, օրենքի վարդապետ են ուզում լինել, չեն հասկանում, թե ոտքերը ուր են երկարում։ Շատ մարդիկ չեն հասկանում օրենքը ինչ է, շնորհքը ինչ է։ Ժողովուրդ ջան, օրենքը ես ես մի կողմն եմ բացատրում, օրենքը սա էր, թշնամու հանդեպ թշնամաբար լեցվի։ Անիծողին դու էլ անիծի, քեզ ատողին դու էլ ատի, ինքը քո հանդեպ լարված է, դու էլ իր հանդեպ լարված եղի, ինքը քո հանդեպ թշնամի է, դու էլ փորձի գոնե մի քիչ շատ չէ։ Այդ էր օրենքը, ժողովուրդ ջան։ Բայց շնորհքը լրիվ բոլորովին այլ էր, որը Քրիստոսով տրվեցավ, այս սիրի քո թշնամուն, ու դու կտեսնես քո թշնամին կդառնա քո բարեկամը։ Օրհնի քեզ անիծողին, կտեսնես քեզ անիծողը քեզի օրհնող կլինի։ Բարիք արա նրանց, իրոք, եղբայրներ քույրեր, ցանկացի բարիք անել նրանց, ով որ չի ուզում քեզի տեսնել, աշկով աշկել չի ուզում տեսնի։ Քո ամբողջ սիրտը թող ցանկանա դրան բարիք անել, եւ դու կտեսնես հաղթությունը, ուրախությունը, խաղաղությունը քո ներսում եւ դիմացինի կյանքում։ Դու գիտեք, որ աշխարհիկները սպասում են, որպեսի իրոք լուրջ հոգեվոր մարդիկ անցնեն այդ լուրջ ծառայությանը։ Հայաստանի վերջի գյուղում էր, այտենց տարիներ առաջ ենք գնացել ենք այտենց պաշտամունքի, մի հետաքրքիր այտենց վկայություն Աստված ցույց տվեց։ Աղոթքից դուրս եկանք ուրեմն իրանց գյուղը դարձել էր մի լիճ էր այտենց, փոքր ծովակ, հա, այտենց
Ուրեմն ձկները սենց հիշում եմ, մի 10-15 տարվա պատմություն եմ ասում։ Ուրեմն ձկները սենց գլուխները բարձրացրել էին վերև, խոսում են հայերեն լեզվով։ Գիտեք ինչ էին ասում։ Ասում են բռնեք մեզի։ Այդ ջրից գլուխները սենց հանել էին, խոսում են, ասում են բռնեք մեզի։ Վերջը, այդպես վերջացավ այդ տեղի հովիվետ խոսացինք։ Ասի ախպերս, ձեր գյուղում գիտես ինչքան հավատացյալներ կան։ Ասեց, բայց դա քիչ էին, ասեց, չէ, այսքան են, ասի շատ կան։ Ուղղակի բռնողները ոնց որ չեն աշխատում։ Ասեց, ինչ ա եղել եղբայր, աստերը սես բանա ցույց տվե։ Ձկները գլուխները ջրից հանել էին դուրս, ասում են բռնեք մեզի։ Ժողովուրդ ջան, այսօր ինչքան ձկներ կան, գիտեք, ինչքան հոգիներ կան, որ պետք է ապաշխարեն։ Դրանք կապաշխարեն այն ժամանակ, երբ որ մենք ապաշխարենք ճիշտ Աստծո խոսքով։ Համաձայն չեք, այդպես է Աստծո խոսքն ասում։ Այս աղոթքը պետք է անենք մեզ համար։ Եվ ասենք Աստված իմ, ների մեզ ինչքան ժամանակ օգտագործել ենք մեր զենքերը, ների մեզ ինչքան ժամանակ օգտագործել ենք մեր գաղափարները, ների մեզ Աստված իմ, որ մենք չենք վստահել, հավատացած եղեք, հիմնական սխալը գիտեք որն է, որ մենք չենք վստահում, մենք չենք հավատում, որ մեր թշնամուս սիրելով մենք կհաղթենք իրան։ Մենք չենք հավատում այդ խոսքերին։ Դուք մի մտածեք, որ ամբողջությամբ դուք այդ հավատն ունեք։ Դուք էլ չեք հավատում, որ ձեր թշնամուս սիրելով իրան պարտության կմատնես։ Դու չես հավատում, որ քեզի անիծողին, քեզի քո հանդեպ թշնամաբար լեցվածին, որ օրհնես իրան բարիքներ անես, դու իրան կփրկես դժոխքից հավեցենական։ Դու չես հավատում այդ զորություններին։ Այդ դրա համար դու գործի չես անցնում։ Երբ որ այդ հավատքը սիրելի եղբայր քույր, երբ որ այդ խոսքերը դու հավատքով ընդունես քո սրտի մեջ, եւ դու կտեսնես քո ներսից սրբացումը այնքան կբարձրանա, մինչև կանցնի դիմացինի վրա։ Եղբայրներ են եղել, որ այդ սրբության կյանքը այնպես են ապրել, ասում եմ, երբ որ խոսում էին, այդ զորություն ասում եմ, հելում մտնում էր այդ դիմացինի մեջ, երբ որ ասում եմ, մտնում էր այդ ազնվորությունը միանգամից ծունկի էր գալի։ Եղբայրներ, քույրեր, մեզ բոլորիս տրված է այդ իշխանությունը, մեզ բոլորիս տրված է այդ երկնային օրհնությունները, գրված է ձեզ եմ տալի այդ իշխանությունը։ Կոխրջեք սատանայի եւ իժի բոլոր զորությունների վրա, եւ ձեզ չպետք է վնասի։ Ժողովուրդ ջան, այսօր շատերը վախենում են, ես պարզ եմ ասում, Տիրոջ հոգին է դա ասում, վախենում են Աստծո խոսքով ապրեն։ Այսօր շատ հավատացյալներ վախենում են Աստծո խոսքը բարձրացնեն։ Շատ հավատացյալներ ամանչում են Աստծո խոսքը բարձրացնել։ Դեն դրեք բոլոր այդ մտքերը Հիսուսի անունով, թող մաքրվի մեր միջից այդ ամեն ինչը, օգտագործեք Աստծո խոսքը, օգտագործենք ես էլ ձեզ հետ Աստծո տված իրավունքները եւ կտեսնեք օրհնություն կլինի քո ընտանիքում, օրհնություն կլինի քո շրջապատում, օրհնություն կլինի քո աշխատանքային միջավայրում, օրհնություն կլինի քո հարազատների մեջ, միայն դու օգտագործի Աստծո ասածը, վերցրու եւ դա դիր արժևում, ամեն։ Կանգնենք աղոթքի եւ կապնվենք երկնքի հոր հետ եւ ասենք Աստված իմ, ների մեզ, որ մենք իրավի թերհավատ ենք եղել, ների մեզ, որ մենք միջև այսօր չենք հավատացել, այսօրվանից հանձնվում ենք քեզ Հիսուսի անունով, ամեն։ Փառավորում